Հայաստանում դպրոցն օրենքով անվճար է, բայց իրականում հազարավոր ընտանիքներ ամեն ամիս վճարում են կրկնուսույցների համար, որովհետև դպրոցում տրվող գիտելիքը հաճախ, երբեմն նույնիսկ գիտակցված ձևով բավարար չի լինում։ Ստացվում է, որ կրթությունը կախված է ոչ թե երեխայի աշխատասիրությունից եւ ունակություններից, այլ ծնողի գրպանից։ Դպրոցն այսպիսով աննկատ բաժանվում է վճարողների եւ չվճարողների միջև, եւ հենց այդ բաժանումն է որոշում, ով կստանա լիարժեք գիտելիք եւ վստահ առաջ կգնա, իսկ ով կմնա հետ ոչ թե ընդունակության, այլ հնարավորություն չունենալու պատճառով։ Աշխարհի շատ երկրներում սա հստակ կոչվում է շահերի բախում, երբ ուսուցիչը պարտավոր է ապահովել անվճար կրթություն, բայց այդ կրթությունը դարձնում է վճարովի։ Արդար պետությունը նման հակասություն չի հանդուրժում ոչ երեխայի ապագայի հաշվին, ոչ ուսուցչի արժանապատվության գնով։ Հարավային Կորեայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում դպրոցական ուսուցչի կողմից իր իսկ աշակերտների հետ վճարովի պարապելը խիստ սահմանափակված կամ կարգավորված է։ Մի շարք դեպքերում դա համարվում է շահերի բախում եւ կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Այս երկրների փորձը ցույց է տալիս մի պարզ սկզբունք. ուսուցիչը չի կարող միաժամանակ լինել անվճար կրթության պատասխանատու եւ նույն կրթության վճարովի մատակարար իր իսկ աշակերտների համար։ Միացիր այս պահանջին, աջակցիր արդար կրթական համակարգին։